Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ դեկտեմբերի 20-ից սկսած մենք ամփոփում ենք տարին, բայց ամենակարևոր ու ամենահետաքրքիր գաղափարները կարծում եմ, որ պետք է ունենան մարդիկ, ովքեր որոշում են ամփոփելով, այսինքն փակելով 25-ի դռները, նաև պատրաստ լինել մեծ գաղափարներ իրականացնելու 26-ին։ Ամեն անգամ մենք ասում ենք, որոշում ենք, որ պետք է հստակ ցանկություններ ձևակերպել, երազանքներ պահել, ինչպես մասնագետներն են ասում, դնել վերջնաժամկետ ու քայլեր մշակել հասնելու համար։ Գիտեք, այս արտահայտությունը բոլորս գիտենք, շատ լսել ենք վերջին շրջանում, բայց իհարկե ոչ բոլորս կամ ավելին շատ քչերս գիտենք ինչպես անել։ Կարծում եմ, որ տարվա ավարտին միակ բանը, ինչի մասին շատ կարևոր է խոսել, հենց սա է՝ ինչպես անել եւ ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով կարող է հստակ քայլերով ձեզ ասել, ինչ պետք է անել, որպեսզի 2026-ի ավարտին հնարավորություն ունենաք ասելու, որ ես ամեն ինչ կարողացել եմ, ինձ համար իսկապես հրաշալի տարի էր, ես կարողացել եմ քայլեր անել ու մոտենալ իմ երազանքին։ Տարվա ավարտին նաև կարևոր է եւ մենք հատկապես այս սկզբունքով ենք առաջնորդվում ունենալ հյուրեր, ովքեր իրենց տեսակով այնքան դրական են, կարողանում են իրենց էներգիան տարածել շուրջը։ Գիտեք, բոլոր ժամանակներում է կարևոր, երբ մարդը իսկապես ինչ որ բարի բառ ասում է եւ դու տեսնում ես, որ պատրաստակամություն կա իսկապես նաև դրա իրականացումը տեսնել հենց քեզ հետ կապված։ Այսօր մենք ինձ համար շատ հաճելի, շատ սիրելի մարդու հետ հնարավորություն ունենք խոսելու եւ ես ամեն անգամ նշում եմ, որ նույնիսկ կարճ, այսպես հեռախոսային 1-2 րոպե խոսակցությունները մեր ինձ հնարավորություն են տալիս մի ամբողջ շաբաթ հասկանալ, որ ես ամեն ինչ կարող եմ եւ հստակ քայլեր անելու համար ինձ պետք էր հենց այդ 2 բառը, 2 խորհուրդն ու հորդորը։ Սիրով այս պահին ուզում եմ նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել միջազգային որակավորում ունեցող coach, ICF PCC տեխնացու, Coaching-ի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, էմոցիոնալ ինտելեկտի դասընթացաբար, տրեյներ, 25 տարվա փորձ ունեցող Երևանի պետական համալսարանի անգլերենի դասախոս եւ ինձ համար շատ սիրելի Նատալի Ավագյան։ Նատալի, ես շատ ուրախ եմ, որ նորից տարվա ավարտին հնարավորություն ունենք հանդիպելու։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, շատ ուրախ եմ նորից ձեր տաղավարում լինել եւ կարծես թե ամանորից առաջ սա ինձ համար դարձել է նվերի պես մի բան, որ ձեր շնորհիվ ստացվում է ամփոփել ամբողջ տարվա արածը եւ միշտ քոուչերն են հարցեր տալիս, այս պարագայում ես ինձ հաճախորդի դերում եմ զգում եւ դուք իմ քոուչը, որը ինձ տալիս է հարցեր եւ ես վերջում ինչ որ եզրահանգումների եմ գալիս, որտեղ բարձրաձայն խոսելը շատ կարեւոր է։ Մտքում մենք ամեն ինչ գիտենք, բայց որ բարձրաձայնում մենք կամ թղթին ենք տալիս, շատ ավելի պատկերավոր է լինում, թե ինչ ենք մենք արել։ Հետաքրքիր է։ Նատալի, շատ կարևոր է, ես քիչ առաջ նշում էի, որ նույնիսկ կարճա մեկ նախադասություն է, երբ դուք ասում եք դրա մեջ օգտակար ինչ-որ բան յուրաքանչյուրն իր համար կարողանում է վերցնել։ Այս տարիների ընթացքում եկել եք այդ եզրակացության, որ իրականում սա հրաշալի մի ոլորտ էր ու շատ ձերը։ Այո, միանշանակ, դեռ 2020-ին, երբ ես այդպես անգլերենից եմ ասում 2020-ին, երբ անգլերենի շնորհիվ մշտապես օգտակար եմ եղել մարդկանց, որպեսզի կարողանան էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեն, հայտնվեն համաշխարհային ինչ-որ կառույցներում, իրենց ապագան ավելի լավ կառուցեն, բայց հասկացա, որ դա շատ քիչ է եւ սկսեցի փորփրել, հասկանալ իսկ ուր գնալ, հասկացա, որ քոուչինգը հենց այն տեղն է, որտեղ կարելի է ավելի շատ օգտակար լինել մարդկանց, որովհետև դա շատ կարճ ճանապարհ է մարդու հետ զրուցելով, մի քանի հանդիպում անելով, իրեն մոտեցնել իր երազանքին, նպատակին կամ պարզապես պարզաբանել, թե ինչ է նա ուզում, որովհետև թե ինչ ենք ուզում մենք, կարևոր չէ սեռը, ամենակարևոր հարցերից է, որը շատ հաճախ տեսնում ես, որ 50 անց մարդիկ նույնիսկ այդ տարիքում իրենք չգիտեն ինչ են ուզում կամ գիտեին ինչ են ուզում նախկինում, բայց այս պահին չգիտեն ինչ են ուզում եւ դրանից է, որ իրենց կյանքի որակը կարծես
այնքան էլ լավը չի եւ իրենց չի բավարարում։ Այո, այսինքն ոչ թե պատասխաններն ենք մենք դժվարանում գտնել, այլ ըստ էության մենք հարցերը չենք կարողանում ձևակերպել։ Հարցերը չեն կարողանում։ Դեռ գիտեք Սոկրատեսի ժամանակից հարցերը ամենակարևոր բանալիներն են։ Էյնշտեյնն է նաեւ դրա մասին խոսել, որ հարցերի մեջ են բոլոր պատասխանները, բայց միշտ չէ, որ մեզ տալիս են այդ ճիշտ հարցերը։ Ահա։ Դրա համար շատ կարևոր է ունենալ մի մարդ քո կողքին, որը քեզ ճիշտ պահին ճիշտ հարց կտա եւ դու ինչ որ կգաս մի բացահայտման։ Ժամանակները փոխվում են, հիմա ուղակի մաղթանքներից անցել ենք արդեն շատ իրատեսական այս դաշտ, այնպես որ այս հեռախոսահամար, այս կոորդինատները, որ դուք տեսնում եք, հենց նրա համար են, որպեսզի դուք կարողանաք իրականում հենց բացահայտումներ անեք, հասկանաք որն է, որ ճանապարհով եք ուզում գնալ, այսինքն ուր եք ուզում հասնել եւ դրա համար գտնել ամենակարճ ճանապարհը 2026-ի հենց սկզբում կարծում եմ սա ամենաանհրաժեշտն է յուրաքանչյուրից։ Նատալի, ձեր թույլտվությամբ ուզում եմ սկսել անցնող տարվանից 2025-ը ինչպես եք գնահատում։ Ոյ 2025-ը ճիշտն ասած իմ տարին էր։ Ահա։ Եվ ես մեծ ակնկալիքներ ունեի այդ տարուց, որովհետև շատ հաճախ շատ չեմ հավատում այդ հորոսկոպներին, բայց որ կարդում ես, կարծես թե դու ես ողջևորվում, որ այս տարին մեծ հաջողություններ կբերի եւ այլն, եւ մենք քոուչերով մեկ իրար հետ աշխատում ենք եւ տարվա սկզբում պլանավորում ենք, հետաքրքիր գործիքներ կան դրա համար, կյանքի անիվ է կոչվում, պլանավորում ենք այն ոլորտները, որտեղ կուզենք առաջընթաց, որտեղ նորություններ կուզենք եւ այլն, եւ երբ գրում ես եւ տարվա կեսին համեմատում ես, տեսնում ես, որ այն ինչ 12 ամսվա համար էր, մեծ մասը արված է, կամ վերջում եթե ամփոփում ենք, տեսնում ես, որ 100%-ով պլանը գերակատարված է եւ ասեմ այսպես, այնքան լավ տարի էր ինձ համար, որ ափսոսում եմ, որ վերջին օրերն են, ու ավարտվում է, հուսամ մյուս տարին էլ այդպեսին կլինի, բայց այս տարին իսկապես շատ հաջողակ տարի էր ինձ համար։ Հրաշալի է, ուզում եմ որպեսզի բոլոր հաջորդ տարիները այսպես այդքան սիրելի լինեն, չնայած ես կարծում եմ, որ այդ ձեր ներսից է նաև ինչ որ բան իհարկե մեր շուրջը իրադարձությունները նշանակություն ունենում են, բայց այդ տրամադրվածությունը շատ կարևոր է։ Նաև ես Նատալի ուզում եմ մի քիչ այ քոուչինգի հետ կապված, որովհետև հիմա այս արտահայտությունը բոլորին ծանոթ է, բոլորը անընդհատ լսել են, բայց շատ կարևոր է, որպեսզի որպես քոուչ հենց քեզ այդ աշխատի մարդը, ով ունի որակավորում։ Ես գիտեմ, որ միջազգային որակավորում ունեցող մենք շատ չեն այդ քոուչերի թիվը, բայց հիմա փաստորեն ինչ որ առումով այս ֆեդերացիան, քոուչինգի միջազգային ֆեդերացիան, որը նաև Հայաստանում ունի մասնաճյուղ, ինչ որ առումով կարելի ասել, որ վերահսկում է իրավիճակը, որովհետև մարդը կարող է ինքը իրեն մոտիվացնել, բայց աշխատել որպես քոուչ, սա ավելի պատասխանատու է։ Միանշանակ եւ 3 տարի առաջ մեզ այսպես ասած բախտ վիճակվեց միանալ այդ միջազգային ընտանիքին եւ մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի մենք էլ լինեինք այդ դաշտում, որտեղ ինչպես սիրում են իրենք ասել, կլասիկ մաքուր քոուչինգի մասին է խոսքը, ոչ թե այնինչ կարելի է Instagram-ով մի քանի օրում ձեռք բերել սերտիֆիկատ, այլ դա երկար ճանապարհ է, բավականին բարդ եւ բավականին աշխատատար, ժամանակատար, նաև ծախսատար եւ երբ որ դու այդ ճանապարհը անցնում ես մի շարք քննությունների միջով եւ ժամեր ես հավաքում պրակտիկայի, հասկանում ես, որ դա բարդ ճանապարհ է եւ մենք հիմա ունենալով ֆեդերացիան, փաստացի, չասենք վերահսկող մարմին ենք, բայց մենք բոլորս գիտենք ով ինչ դպրոց է անցել, մեծ մասս անցել ենք ICF-ի կողմից, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից ակրեդիտացված դասընթացներ, այսինքն դասընթացներ եւ դպրոցներ, որոնք գրված են այդ մեծ ցանկում, եւ եթե դու իմանում ես, որ մարդը անցել է այդ դպրոցը, ուրեմն դու գիտես, որ դուք կարծես թե նույն տիրույթում եք եւ խոսում եք նույն լեզվով, այդ նույն լեզվով, որ ասեցի սեպտեմբերին ես եւ մեր փոխնախագահը Գրետան մեկնել էինք Պրագա եւ մասնակցում էինք այդ
մասնաճյուղերի ղեկավարների համար կազմակերպված ամենամյա հավաքույթին, որը նաև ճանաչողական եւ կրթական բաղադրիչներ ունի։ Մենք Արևմտյան Եվրոպայի երկրների շարքում էինք եւ շատ հաճելի էր, երբ դու հանդիպում ես մոտ 36-40 երկրներից մարդկանց, ովքեր քոուչեր են, ու դու հասկանում ես, թե անկախ սեռից, տարիքից եւ ազգությունից ինչքան նույն տեսակ մտածողություն ունեն այդ մարդիկ, ինչքան, չգիտեմ, նման են իրար։ Դա coaching mindset է կոչվում, այսինքն մտածելակերպ, մտածողություն, որը շատ կապում է մարդկանց իրար, որովհետեւ այն դրականի մասին է, կառուցողականի մասին է, ոչ թե խնդիրների վրա կենտրոնանալու, այլ լուծումների վրա կենտրոնանալու եւ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդկանց շրջապատում մյուս մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն եւ խնդիրների վրա կենտրոնանում են, կարծես թե ազատվում են, ձերբազատվում են, ունենալով մասնագետ, որը մեր մասնագիտությունը coaching-ը օգնող մասնագիտությունների շարքին է դասվում, ինչպես օրինակ հոգեբանությունը, խորհրդատվությունը, մենթորությունը, ուղղակի այստեղ մեր մոտ հաճախորդն է էքսպերտը, հաճախորդն է գիտակը, հաճախորդն է իր կյանքի տնօրենը։ Իսկ մենք պարզապես օգնում ենք իրեն նայել իր խնդրին ուրիշ տեսանկյունից, գտնել նոր լուծումներ, որտեղ շատ հաճախ մենք նայում ենք միայն այսպես, մի տեսանկյունից եւ չենք նայում վերևից, աջից, ձախից։ Նույնիսկ մեկ արտահայտությունը Նատալի ձեր հենց սկզբում արված, որ ասեցիք բարձրաձայն երբ խոսում ես արդեն կարծես հուշում էր, որ դուք գուցե ամեն ինչ գիտեք, բայց բարձրաձայն խոսելու դեպքում արդեն ամեն ինչ այլ է լինում։ Այո։ Բայց վտանգավոր կարելի է համարել այն, որ հիմա շատերը որոշակի նաև, հա, ուսումնասիրելով, տեղեկատվություն ունենալով, իրենց, հա, ինչ որ առումով համարելով coach, սկսում են աշխատել մարդկանց հետ։ Իհարկե ցանկալի չի, որ մասնագիտության հեղինակության հետ խաղան, որովհետև նոր է մասնագիտությունը եւ շատ դժվար է իրազեկվում հասարակությունը։ Մենք մի շարք միջոցառումներ ենք կազմակերպում տարվա ընթացքում, բայց վերջերս մի հանդիպման էի, որտեղ խոսնակ էի եւ 30 գործարար կանայք էին հավաքվել եւ երբ հարցրեցի, իսկ դուք գիտեք coaching-ը ինչ է, եւ բոլորը ասացին ոչ, ես հասկացա, որ մենք դեռ շատ աշխատելու բան ունենք այսքան խոսելուց հետո, բայց միակ լավ լուրը այն է, որ փաստացի coaching-ը coach-ը վնասել չի կարող։ Միակ բանը, որ կարող է ոչ հավատարմագրված կամ ոչ այն դպրոցն անցած coach-ը, որ կարող է անել, դա չհաջողելն է։ Պարզապես ասեմ, որ ոչ մի օգուտ չստացան։ Այո, վնասել հեղինակությանը մասնագիտությանը։ Բայց որ վնասեն հաճախորդին, դա գրեթե անհնար է, որովհետև սա հոգեբանության դաշտ չէ, թերապիայի դաշտ չէ, չգիտեմ, դեղեր դուրս չեն գրում, լուծումներ չենք տալիս, այնպես որ մաքսիմալ վնասը, որ կարող է լինի զրոյական արդյունք։ Ինչ որ առումով, բայց Հայաստանում արդեն երևի ոչ ձեր սպասածի չափ, բայց կարելի է կալելի չէ համարել։ Այո, որովհետև մայիսին մենք խիզախեցինք 3 տարեկան լինելով հանդերձ անցկացնել մի մեծ միջոցառում, որը կոչվում էր coaching-ը կազմակերպություններում, եւ մենք հրավիրել էինք 9 կառույցներից, սկսած հյուրանտնային բիզնեսից, ավարտած կրթական համալիրներով, մարդկանց, տնօրենների կամ HR-ների, մենեջերների, ովքեր գիտեին coaching-ը ինչ է, կամ իրենք էին անցել որոշ դասընթացներ, coach չէին դարձել, բայց coaching-ային մտածելակերպ էին ձեռք բերել, կամ coach-երն էին աշխատել իրենց մոտ եւ իրենք գիտեին արդեն արդյունքների մասին եւ խոսնակները հենց իրենք էին։ Այսինքն մենք չէինք խոսում եւ մեր մասին եւ մեր գործի մասին, այլ արդեն մեր այսպես ասած շահառուները, ովքեր օգտվել էին դրանից եւ խոսում էին դրական արդյունքի մասին, այո, եւ մասնակցել ենք վերջերս անցյալ ամիս HR Expo-ի, որտեղ էլի շատ կազմակերպություններ էին հավաքվել եւ բոլորը ով չգիտեր ծանոթանում էր, ով գիտեր հիմա արդեն գործնական հանդիպումների փուլում ենք, որ ոմանց հետ պայմանագրեր կնքելու արդեն փուլում, ոմանց հետ հասկանում ենք, որ դեռ եզրեր չենք գտնում, բայց կարևորը որ իրազեկումը գնում է եւ ինչպես հոգեբաններին մի 15-20 տարի առաջ
շատ դժվար էր այդ ամենը ընկալվում, շատերը խուսափում էին, իսկ հիմա լավ հոգեբանին մայիսին չեք գտնի ազատ օր, որ դիմեն։ Շատ հետաքրքիր, շատ տարբերվող հարթակ կա Նյու Յորքում, որտեղից առաջարկ եք ստացել։ Եթե Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր գուցե լավ ծանոթ չեն անգամ ինչ է քոուչինգը, բայց այնտեղ նկատել են ձեր աշխատանքը, մասնագիտական այդ բարձր սահմանած նշաձողը եւ այստեղից առաջարկ ունեք։ Այո, անցնում ենք այդ ճանապարհը, մենք գիտեինք ուր ենք գնում, բայց թե որքանով դա կիրառելի կլինի, մի տեսակ շատ աղոտ էր, բայց որ ասեին, գիտես, մի 3 տարի հետո դու կունենաս առաջարկ Նյու-Յորքյան կազմակերպությունից, որը մտավոր առողջության հարթակ է, որը ունի մոտ 15 միլիոն շահառու, ամբողջ աշխարհով մեկ, եւ քեզ կդիմեն այնտեղից, կանցկացնեն քեզ այդ հարցազրույց, կդիտարկեն բոլոր այն սերտիֆիկատները, որ ունես եւ կառաջարկեն կոնտրակտ աշխատելու իհարկե on-line տիրույթում, բայց կարևորը այն է, որ այստեղ մենք հայերի հետ ենք մեծ մասամբ աշխատում եւ գտնել հաճախորդներ արտասահմանում մի քիչ այդքան էլ իրատեսական չէ եւ դժվար է, չնայած կան մարդիկ, որ ունեն, բայց քչականակ։ Իսկ այստեղ փաստացի իմ պրոֆիլի առաջ, որտեղ գրված են բոլոր այն հավատարմագրերը եւ իմ մասին ինֆորմացիա եւ ինչ թեմաների հետ եմ ես աշխատում, որովհետեւ քոուչներն էլ տարբեր են։ Կա life, business, executive, շատ տարբեր եւ ինձ հարցազրույցից հետո որակեցին որպես life and wellness coach եւ այդպես հասկացա, որ իմ անվան առջև Եվրոպայի տարածաշրջանն է, զուտվոժամային գոտին հարմար լինի եւ մեր տարածաշրջանը եւ կարող են դիմել տարբեր ազգության մարդիկ, ովքեր որ ցանկանում են աշխատել կոնկրետ այդ քոուչի հետ եւ անցյալ մի քանի օր առաջ ուրբաթ օրը փաստացի ես ունեցա արդեն առաջին այցելուները, որը մեկը Նիդերլանդներից է, մյուսը Բուլղարիայից։ Իհարկե մեր բոլոր քոուչինգային սեսիաները կոնֆիդենցիալ են, մենք չենք բարձրաձայնում ինչի մասին ենք խոսում, որովհետեւ դա էթիկայի կանոնի խախտում է խստագույն, բայց կարող եմ սիրով ասել, կիսվել, որ առաջին հաճախորդը ու ինձ համար էլ մի տեսակ որ հարթակում ժամով շատ հետաքրքիր համակարգ է այդ հարթակը, որտեղ դու մտնում ես, ունես կարծես քո օֆիսը, այնտեղ ամեն ինչ գրված է քո հաճախորդի մասին, դու նախապես իմանում ես իր առողջության մասին, որովհետև դա միայն քոուչինգ չէ, այնտեղ ավելի շատ թերապիաներ են, հոգեբանություն, կարծես մեծ կազմակերպությունները տալիս են որպես ապահովագրություն իրենց աշխատակիցների համար, նաև մտավոր առողջության համար, ինչը շատ կարևոր է, առաջադեմ մոտեցում է եւ նրանք էլ սիրով օգտվում են եւ ես տեսա, որ այդ երիտասարդի առջև նշված էր, որ տարեկան ինքը կարող է ունենալ 20-ից 24 սեսիա, դե պատկերացրեք ինչքան հարցերի շուրջ կարող է խոսել եւ երբ միացանք, դե առաջին սեսիան է, պիտի գոնե ծանոթանանք ով ինչ երկրից է ու երբ ասեցի, որ ես Հայաստանից եմ, դե այնտեղ գրված է, բայց այնուամենայնիվ հպարտությամբ ասեցի, որ ես հայ եմ, Հայաստանից եմ, այդ տղան ասեց, ես հիմա փշաքաղվեցի, ասեցի ինչու, ասեց որովհետև բացեմ գաղտնիք, որ իմ պապերը գաղթել են Օսմանյան կայսրության ցեղասպանության ժամանակ եւ հայտնվել են Լիբանանում եւ ես հայրիկիս կողմից հայ եմ, մայրիկիս կողմից արաբ, սովորել եմ Մեծ Բրիտանիայում, այժմ բնակվում եմ Նիդերլանդներում, երբ հարթակում տեսա հայ քոուչի, կարծես մի տեսակ ինչ որ արյան կանչել եւ ուզեցի մի հատ տեսնեմ, մի խոսքով շատ հաջող սեսիա ստացվեց եւ ավարտից հետո իրենք կարող են ամրագրել մյուսը, կարող են չամրագրել, կարող է այդ պահին զգան, որ կարիքը չկա, բայց ավարտից հետո կես ժամ հետո նամակ ստացա, որ հունվարին ինքը նորից գրանցվել է։ Խոսքով շատ հաճելի է, որ հասկանում ես, որ օգտակար կարող ես լինել մարդուն մայրցամաքի այլ մասում եւ դա աշխատող գործիք է, որովհետեւ եթե կա մարդ, ուրեմն կարող է այնտեղ լինել խնդիր կամ ինչ որ նպատակներ, իսկ այնտեղ միշտ քոուչերը պետք են, բայց հետաքրքիրն այն է, որ հայերի հետ աշխատելիս մի տեսակ ուրիշ
գործիքակազմ է, ուրիշ մոտեցում է, չնայած ինքը ունիվերսալ երևույթ է, բայց իրենց հետ աշխատելիս հասկանում ես, թե ինչքան նրբություններ կան մշակույթի հետ կապված, որ այն ինչ որ կարող ես իր հետ խոսել, հայի հետ մի տեսակ ուրիշ ձևով կլինի եւ հակառակը։ Եվ դա նաև այստեղ շատ կարևոր է հենց այդ շփման արվեստին ձեր տիրապետելը, որ կարողանում եք նաև գտնել այդ ամենահարմար, ամենաուղիղ ճանապարհը դեպի հենց զգացմունքներ։ Մեծագույն առավելություն ունենք անգլերենի մասնագետը, նաև առաջին մասնագիտությամբ Նատալի Ավագյանը, այնպես որ այստեղ լեզվական ըստեյության որևէ նաև պատնեշներ գոյություն չունեն։ Ռուսերենն էլ խնդիր չի։ Ռուսերենն էլ, այո, կան դպրոց ենք ավարտել, բայց իմ հաճախորդներից մի քանիսն էլ ասեցին դուք ռուսերեն էլ եք խոսում, ասեցի, այո, կարելի է ռուսերեն, փաստացի մեկը լատիշ էր, մյուսը ռուս էր, մյուսը ուկրաինացի եւ իրենց ավելի հեշտ է ռուսերեն, քան անգլերեն։ Ես ուզում եմ միջանկյալ ներողություն Նատալի, մեկ հարց տամ։ Դուք 25 տարի Երևանի Պետական համալսարանում ռոմանո-գերմանական ֆակուլտետում դասավանդել եք անգլերեն, շատ սիրված եւ ամենակրեատիվ, ես հիշում եմ, մեթոդներով նաեւ անգլերենը դարձրել եք շատ նաեւ սիրելի տարիներով ուսանողների համար։ Հիմա զբաղվում եք եւ դասավանդում եք, որովհետեւ ես գիտեմ, որ դուք սա եք շատ սիրում։ Այլևս չեմ դասավանդում, համալսարանում չեմ դասավանդում, փաստացի անցյալ տարվա սեպտեմբերից 25 տարին բոլորեցի եւ որոշեցի, որ 1/4 տարը մի վայրում աշխատելու համար բավական է։ Ես պարապում եմ փաստացի մեծահասակների հետ, տարբեր մասնագիտությունների բժիշկներ, իրավաբաններ, բիզնեսի ոլորտից, չգիտեմ, բարձրաստիճան մարդիկ, ում համար անգլերենը խնդիր է, իրենք իրենց կյանքում հաղթահարել են ամենամեծ բարձունքները, բայց անգլերենը իրենց համար դարձել է մարտահրավեր եւ մենք իրենց հետ sense խիզախաբար հաղթահարում ենք եւ ճանապարհում, ասում Նատալի ջան, այսպես ծիտիկնել դրեցինք մի բան, որ մեզ համար անհասանելի էր, բայց ուսանողները հանգիստ չեն թողում, այս վերջերս հրավիրել էին ու մեր դասախոսները տեսան, վայ, վերադարձել ես, ասում եմ, վերադարձել եմ, բայց ոչ դասավանդելու, եկել եմ էմոցիոնալ ինտելեկտի տրեյնինգ վարեմ, միջազգայինի ուսանողներն էին կազմակերպել եւ հրավիրել, տեսնելով, որ ես գնում եմ դպրոցներ կամ մի շարք վարպետաց դասեր եմ կազմակերպում, ասեցին միս Նատալի, որ հրավիրենք կգաք, ասի մեծ սիրով, որովհետեւ ես միշտ խոսել եմ, որ EQ-ն, էմոցիոնալ ինտելեկտը շատ ավելի կարևոր է, քան IQ-ն։ IQ-ն շատ կարևոր է, բայց ես տեսել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր Նոբել լսել եմ, կարդացել եմ, Նոբելյան մրցանակակիր են, պատենտավորել են մի շարք բաներ, գյուտերի հեղինակ են, կամ պարզապես երկար տարիների փորձ ունեցող դասախոսներ, կամ գերազանցիկ ուսանողներ, որոնք այդպես էլ չեն հաջողում իրենց կյանքում, իսկ նրանք, ովքեր շատ մեծ գիտելիքների տեր չեն, կարող են շատ մեծ բարձունքների հասնել եւ միշտ փաստորեն էմոցիոնալ ինտելեկտի շնորհիվ այստեղ միանշանակ, որովհետեւ էմոցիոնալ ինտելեկտին տիրապետելը նշանակում է ճանաչել քեզ, ճանաչել դիմացինին, հասկանալ սոցիումում ինչպես հարաբերվել, որպեսզի ունենաս հաջողություն, որովհետև կոմունիկացիան մարդ հարարածի ամենամեծ շնորհն է։ Դա է, որ մեզ տարբերում է կենդանիներից, մեր էմոցիոնալ ինտելեկտը եւ գիտական պոտենցիալը, չէ՞, փաստացի կենդանիներից IQ-ով եւ EQ-ով ենք տարբերվում։ Իհարկե կան կենդանիներ, որ ասում են իրենք էլ ունեն էմոցիոնալ այդ կապը, հատկապես մայր ու ձակ եւ այլն, բայց միևնույն է դա շատ սահմանափակ է, իսկ մարդու առավելությունը նրանում է, որ եթե IQ-ն որոշ տարիքում շատ դժվար է զարգացնել, որովհետև բնական պատճառներով, որովհետև մեր ուղեղը այլևս այն սպոնգը չէ, որը 16 տարեկանում էր, ապա IQ-ն կարելի է զարգացնել մինչև կյանքի վերջին օրը։ Եվ դու ամեն օր սովորում ես, թե քո մասին, թե դիմացինի մասին, թե ո՞րն է ճանապարհը Նատալի ներողություն, այսինքն ինչի համար են գալիս հենց էմոցիոնալ ինտելեկտի դասընթացների եւ որ դեպքում է, որ սա կհամարեք անհրաժեշտություն մարդկանց համար։ Չկա մի սեգմենտ հասարակության, որին դա պետք չի, կամ չկա մի սեգմենտ, որ արդեն կատարյալ է, ինքը չունի աճելու տեղ։ Ամեն օր, չնայած հավաքել եմ իմ մոտ Դենիել Գոլմանի հիման վրա եմ վարպետաց դասերը, որտեղ դա կլասիկ, հենց ինչ որ ինքը վերցրել է գիտնականներից եւ դարձրել համամարտկային, ինքը ողջ է դեռ եւ շատ կուզեի իրեն տեսնել, չնայած արդեն ծեր մարդ է, բայց շատ բան կա իրենից սովորելու եւ նա ծաղկաքաղ է արել այն ամենը, ինչ
նախորդներից դեռ Դարվինից սկսած խոսել են սոցիալական ինտելեկտից, հետո փոփոխվել են անունները եւ դասընթացը կազմելիս մի շարք աշխատությունների հետ եմ գործ ունեցել, բայց մինչև հիմա, երբ որ չգիտեմ, սրճում եմ կամ մի րոպե ազատ ժամանակ ունեմ, անպայման փնտրում եմ մի նոր բան էմոցիոնալ ինտելեկտի մասին, որովհետեւ ամեն նորություն կարող ես կիրառել այդ օրը քո կյանքում եւ օրինակ իմանալով ինձ ավելի լավ, ճանաչելով ամեն օր իմ հետ նորից եմ ծանոթանում։ Այո, որովհետեւ ինչ որ իրավիճակում մտածում եմ, որ 10 տարի առաջվա Նատալին հիմա այսպես կգործեր։ Հիմա եթե օրինակ 26-ի սկզբից, հունվարից են մարդիկ լինեն, որ դիմեն, ես չգիտեմ, սա քոուչինգի հետ, թե առանձին էմոցիոնալ ինտելեկտի որոշակի տարեր, որոշակի այդ իրենց ճանաչելու, բանալիներ, չգիտեմ, սա սեանսի ընթացքում կարող է տրվել, թե ոչ, կարող են իրենց էլ բացահայտել, որովհետև մենք անընդհատ հասկանում ենք, որ մեր կյանք է գալիս այն, ինչ ըստ էության մենք բացառել ենք։ Այո, շատ ճիշտ եք նկատում։ Սեսիաների ընթացքում լինում է, որ աշխատում ես ընդհանրենք ինչ-որ բաժնի ղեկավարի հետ ու տեսնում ես, որ այստեղ ինքը տրեյնինգների պակաս չունի, ոչ մի խնդիր չունի զուտ IQ-ի հետ կապված, բայց չի կարողանում համագործակցային լեզվով խոսել, կոմունիկացվել իր աշխատակիցների հետ, դրա պատճառով ամբողջ կազմակերպությունը ունենում է խնդիր։ Այդ պարագայում իհարկե իրենց թույլտվությամբ սեսիաներից հետո, երբ որ իրենք բարձրաձայնում են, որ այստեղ էմոցիոնալ ինչ-որ թերի մի բան կա, կարող ես առաջարկել որպես գրականություն, ինչ-որ բան կարդալ եւ այլն, ինչ իրենց օգտակար կլինի, բայց սովորաբար մենք տենց խորհուրդներ աշխատում ենք չտալ։ Ես դրա համար հասկանալով, որ մեր հասարակության համար անչափ կարեւոր է, համեմատելով մեր ազգի ձեռքբերումները, օրինակ որպես անկախ պետություն ենթադրենք 30+ տարիքի եւ ուրիշ պետություններ, որոնք նույն տարիքի են, գրեթե նույն չափի եւ ոչ շատ մեծ բնակչությամբ, ինչի են հասել, մեկ-մեկ հասկանում եմ, որ այստեղ իսկապես էմոցիոնալ ինտելեկտի պակաս է, որովհետեւ մենք խելքի պակաս ազգով չունենք, այն իմաստով, որ շախմատիստները տարիներ շարունակ, պատկերացրեք Չինաստանում ավելի շատ շախմատիստ կա, քան Հայաստանում կամ Սփյուռքում իրար հետ վերցրած հայ։ Բայց միևնույնն է, տարիներ շարունակ աշխարհի չեմպիոն եղել են հայերը։ Դա ինչ որ բանի մասին խոսում է, բայց այ էմոցիոնալ ինտելեկտի հարցում մենք մի քիչ այդ ըստ Գոլմանի շատ սիրուն բառը էմպաթիա, որը թարգմանել են հայերենից շատ դուր է գալիս, երբեմն շատ լավը չեն լինում թարգմանությունները, բայց գիտեք, ինչպես է թարգմանում էմպաթիան։ Էմպաթիա ապրոմակցում է, չէ՞։ Այո, շատերը մտածում են, որ դա կարեկցանքն է, բայց դա չի, ապրոմակցումն է եւ այնքանով է սիրուն, որ ապրել մարդուն կից, էմպաթիան էլ տեսակներ ունի, մի տեսակ չի լինում կոգնիտիվ, էմոցիոնալ եւ այլն, բայց ես հասկանում եմ, որ մեր ազգի մոտ այդ էմպաթիայի պակասը այնուամենայնիվ կա։ Իհարկե, եթե պատերազմ է, ինչ-որ վատ իրադարձություններ են, կարծես թե հավաքական ինչ-որ բարձրանում է այդ ապրոմակցման բանը, բայց երբ որ ամեն ինչ նորմալ է, խաղաղ է, միևնույնն է ինչ-որ բանի պակաս կա։ Ու երբ որ սկսեցի ես դասընթացը ծրագրել, շատերը մի քիչ սկեպտիկ էին վերաբերվում, ասում էին, բայց ախր դա ոչ ուտելիքի մասին է, ոչ հագնելիքի, արդյոք այդ վարպետաց դասերին մարդիկ կգան, կդիմեն եւ այլն, բայց ես խիզախեցի եւ հաջողեցի, որովհետեւ արդեն որ երրորդ դասընթացն ենք դնում եւ գրեթե տեղերը փակվում են։ Եվ վերջինը դեկտեմբերի 5-ին էր, մի քանի օր առաջ, եւ ինձ համար դա ամենամեծ ձեռքբերումներից էր, որովհետեւ իմ գոլեգայի հետ, Կարինե Հովհաննիսյանի հետ մենք միասին նախաձեռնեցինք էմոցիոնալ ինտելեկտը թիմային աշխատանքում։ Եվ դա արեցինք թիմերի համար, որտեվ թիմերում շատ կարեւոր է էմոցիոնալ ինտելեկտի մասին գիտելիքը, հատկապես տնօրենների կամ այդ միջին օղակի մենեջմենթի համար, եւ ինձ համար շատ հաճելի էր, որ փաստացի երկու կազմակերպություն իրենց տնօրեններին ուղարկել էին մեր դասընթացին եւ կազմակերպությունն էր իրենց համար վճարել, մեկը KOAF-ն էր, Children of Armenian Fund, շատ հաճելի էր տեսնել այդ կանանց, որոնք ասեցին այսքանով վերջ,
ասինք եւ իսկ ինչ էիք ուզում, ասին ուզում ենք շարունակություն։ Եվ մենք խոստացանք, որ այս տարի նոր թեմաներով, նոր ինչ որ հետաքրքիր բաներ պիտի մտածենք։ Ինչպես է այս ամենը հնարավոր լինում համատեղել, հա, ընտանիքի 3 երեխաների հրաշքների մայր։ Երևի դա կազմակերպված լինելուց է կամ ճիշտ ժամանակի տնօրինումից է։ Սիրուն արտահայտություն տեսա, նույնիսկ մտածում եմ վարպետաց դաս մի նոր մտածեմ, որտեվ այդ ժամանակի կառավարում կա իմ մտքում, բայց գրած է ժամանակի կառավարում հավասարության նշան կյանքի կառավարում, որտեվ իրականում մեր կյանքը ժամանակ է, ու եթե այդ ժամանակը ճիշտ ես տնօրինում, դու հասկանում ես որքան արդյունավետ է լինում քո օրը։ Իհարկե երևի ջանքեր գործադրել ենք, որ երեխաները մեծացել են ու իրանք էլ են կազմակերպված, աղջիկները օգնում են շատ տղայի հետ կապված, բոլորը ամեն մեկը ինքնուրույն է եւ դա արդեն կարծում եմ նվաճում է, ինչքան էլ մեր աջակցության կարիք ունեն, բայց իրենք կարծես թե արդեն իրենք էլ են ինչ որ ստրուկտուրայով գնում, համակարգված, պլանավորած եւ այլն։ Չգիտեմ, ինձ համար ամենակարևորը այնուամենայնիվ իրենք են եւ բոլոր այդ գունապնակի մեջ հազար անելիքների միևնույնն է առաջնորդ հերթությունը իրենցն է եւ չգիտեմ ինչ որ մեկ-մեկ մեծ աղջիկս ծիծաղում է ասում եմ ոնց որ մեղվի պարս լինենք ասենց ամեն մեկը գիտի իր անելիքը ու դրսից մեղրը բերում է ներսում բաժանվում է այս տարի մեր ընտանիքի համար էլ է շատ հաջող տարի շատ ճանապարհորդել ենք ինչը մեր ընտանիքի ամենասիրելի հոբին է ճանապարհորդել, բացահայտել, համեմատել, տեսնել, զմայլվել, վերադառնալ տուն։ Հասկանալ, որ միևնույն է, ինչքան էլ սիրուն ջրվեժներ տեսնենք ու գեղեցիկ աշտարակներ, միևնույն է մեր Երևանից լավը չկա, Հայաստանից լավը չկա։ Այո, իսկապես դա այդպես է, պարզապես խոսքեր չեն։ Եվ փաստացի հաշվում էինք մի քանի օր առաջ, որտեվ իրենք էլ են սիրում։ Ես ճիշտն ասած շատ սիրել եմ փոքրուց մատյան պահել կամ բլոկնոտներ հազար տեսակի եւ գրի առնել եւ գրում ենք մենք ցանկը երկրների արդեն քանիսն ենք ու արդեն իրենք էլ իրենց բլոկնոտներն ունեն եւ հաշվեցին հասկացանք որ հաճելի փաստ է եւ ամենավերջինը սեպտեմբերին էր երբ կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը եւ իմ տղան մկրտվեց Սուրբ Ղազարում մեր հայր Գևորգի կողմից եւ դա ինձ համար ամենագեղեցիկ արարողությունն էր, որին ես երբևէ ներկա եմ եղել, այդքան խորհրդավոր, ուսուցողական եւ չգիտեմ, իսկապես քրիստոնյա զգալը հպարտության պես մի բան էր։ Ձեր այդ դրական էս էմոցիաները կարծես իրականում գալիս են տարվա ավարտին մեկ անգամ եւս փաստելու, որ եթե դու այդպես տրամադրված ես, սպասում ես լավը, իրականում դեպի քեզ նաեւ ձգում ես։ Ուզում եմ որ 26 մի քիչ ավելի շատ լինեն հաջողությունները, ավելի շատ բան հասցնեք, որովհետև ես գիտեմ, որ դուք եթե որոշեք, ուրեմն կկարողանաք այնպես անել, որ աշխարհը հակառակ պատտվի իր առանցքի։ Մեկ վախենում եմ իմ ցանկություններից, որովհետև ասում եմ, այս գրել ենք այսքանը, բայց սա անհնար է հաղթահարել, բայց դու հասկանում ես, որ մարդկային հնարավորությունները անսահմանափակ են, եւ այդ երազելը իսկապես մեծ շնորհ է, որ տրվել է մարդուն, եւ մեզ տարբերում է կենդանիներից հենց երազելը, գիտեք, ու ապագայի մասին մտածելը։ Ոչ մի կենդանի ապագայի մասին չի մտածում։ Միայն մարդարարածը, այնպես որ փառք Աստծո, որ երազելը չենք դադարում անկախ մեծանալուց եւ մենակ չենք երազում։ Եթե մարդը միայն երազի եւ նստի բազմոցին, ոչ մի բան էլ չի լինի։ Պիտի երազի, նպատակներ դնի եւ գործի։ Ձեզ էլ մաղթում եմ ամենայն հաջողություն ամանորին եւ նոր տարում եւ թող ձեր ցանկը լինի շատ մեծ։ Սիրելի հետևորդներ, իրականում այս օրերին անընդհատ լսում ենք մաղթանքներ, շնորհավորանքի խոսքեր, ինչ որ արտահայտություններ, որ իրականում իրենց մեջ շատ դրական ու բարի տրամադրվածություն են պարունակում ու վստահ ենք բոլորս մեկս մյուսին ցանկանում ենք, որպեսզի իրականում այս բոլոր դրական բարեմաղթանքները դրական մտքերն իրականություն դառնան։ Սակայն այսօր կարծում եմ, որ մենք այսօրվա մեր զրույցից հրաշալի պրոֆեսիոնալ հետ ուրիշ մի բանի վրա պետք է ուշադրությունը դարձնենք։
Մենք պիտի հասկանանք, որ մենք պիտի կարողանանք ըստ էության ձևակերպել հարցերը։ Մենք պիտի կարողանանք հասկանալ ինչ ենք ուզում եւ ինչու ենք ուզում, որպեսզի այս ասպարեզում ունենանք հաղթանակներ։ Երբ կարողանանք ձևակերպել հենց այս հարցը, այս հեռախոսահամարը մեզ կգա օգնության ու 2026-ին այս դեպքում արդեն ոչ թե ուզում եմ որպես բարեմաղթանք ասել, այլ վստահ ասել, որ կարելի է այս հեռախոսահամարով զանգահարել, մի քանի ի վերջո այդ միտքը ձերը դարձնելու ճանապարհը գծելու կանոններին տիրապետել շնորհիվ պրոֆեսիոնալ քոուչի Նատալի Ավագյանի եւ վստահ լինել, որ 2026-ին իրականանալու է այն, ինչի մասին երազում եք։ Ու եթե այս պահին մտածում եք, որ դա ձեզանից շատ հեռու է, նշանակում է, որ դուք արդեն ինչ-որ բանով խանգարում եք ձեր երազանքին։ Ավելի լավ է մի մտածեք որևէ բան, որը կարող է ձեզ խոչընդոտել, այլ ընդամենը այս հեռախոսահամարն ու այս կոորդինատները շատ պինդ պահեք, որովհետև դեպի երջանկություն գնալու ճանապարհը մեզ թվում է, որ ինչ-որ շատ երկար որոշակի գիտական հետազոտությունների միջոցով է, բայց ոչ, այդպես չի։ Կարող է շատ պատահական հենց այս օրը, այս պահին դուք լսում եք այս արտահայտությունը, մեկ նախադասություն հենց մեր թողարկման ժամանակ հնչող եւ հասկանում, որ հենց այս ճանապարհով կարելի է ի վերջո բոլոր երազանքները դարձնել իրականություն։ Մենք այսօր զրուցում էինք միջազգային որակավորում ունեցող քոուչ ICF PCC տեխնացու, քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, էմոցիոնալ ինտելեկտի դասընթացավար, 25 տարվա փորձով Երևանի պետական համալսարանի նախկին անգլերենի դասախոս, որ 25 տարի դասավանդել է համալսարանում եւ հիմա նույնպես դասավանդում է արդեն ուղղակի նրանց, ովքեր ուզում են իրենց հաջողության ճանապարհին այդ մեծ բացը լրացնել անգլերենի իմացության ասպարեզում, սիրելի ինձ համար շատ սիրելի մարդ Նատալի Ավագյան։ Այս պահին ես ձեզ ուզում եմ հրաժեշտ տալ, ես ուզում եմ, որ 2026-ին իրականում օգտվեք այս մեր շատ կարևոր խորհրդից։ Իսկապես մեծ երազանքներ սահմանեք, որովհետև հիմա դուք ունեք այն ճանապարհը, որտեղով որ պիտի գնաք եւ որով որ կհասնեք իրականում արդյունքի։ Ես վստահ կարող եմ ասել, որ եթե հասկանաք, որ հենց այսօր հաջորդ տարվա դարպասները բացելու օրն է, հաջողելու եք։